Պաշտպանության նախարարությունը կամ նախարարը, Պենտագոնը, տենց ասենք, հայտարարություն է անում, որով սաստում է Նիգերի իշխանություններին, ուշադրություն դարձրեք, քրիստոնյաների նկատմամբ բռնություններ կիրառելու առումով։ Այո։ Բայց այդ նույն Պենտագոնը ոչ մի խոսք ծպտուն անգամ չանեց, ամբողջ 120,000 ցեղասպանական գործունեության արդյունքում 120,000 քրիստոնյաներին Արցախից ցեղասպանության արդյունքում դուրս վտարելու հարցում։ Ոչ մի հետևաբար ես այս ամենը դիտում եմ միայն եւ միայն յուրաքանչյուր արևմտյան, յուրաքանչյուր քաղաք եւ ոչ միայն արևմտյան, առաջնորդվում են իրենց շահերով։ Նիգերի քրիստոնյաները ավելի քրիստոնյա չեն, քան հայ քրիստոնյաները։ Հասկանում եք, բայց Նիգերում Միացյալ Նահանգներում ունեն հետաքրություններ, հատկապես հատուկ Գուցե որովհետև ուղղակի բողոքականների հետ է կապված իրենց քրիստոնեական։ Ես խորապես համոզված եմ, դրա համար այլ կառույցներ կարող էին հանդես գալ հայտարարությամբ, բայց հանդես է գալիս հայտարարությամբ Պենտագոնը։ Սա խոսում է այն մասին, որ սա բոլորին այլ հարթության վրա է դրված հարցը, իրենց համար ազգային անվտանգության կոնտեքստում է հարցը դիտվում, եւ որովհետեւ ամենակարևորն այն, որ Հարավային Աֆրիկայի 3 պետություններ ունեն այդ ռեդկը զմելն է, որ ասում են այդ հատուկ ուրեմն օգտակար հանածոներ, որը շատ պետք է իրանց։ Նիգերը դրանց մեջ է։ Դրա համար էլ Միացյալ Նահանգները շատ խիստ են արտահայտվում, կամ իսկույն արձագանքում են։ Բայց նույն բանը մենք չնկատեցինք ոչ միայն Միացյալ Նահանգների կողմից, ամբողջ արևմտյան Եվրոպայի կողմից, չէ՞։ Մենք չտեսանք կոնկրետ քայլեր կապված ցեղասպանական Արցախայցյան դեմ ցեղասպանական գործունեության քննադատման, թեկուզ քննադատման առումով։ Այնտեղ Եվրոխորհրդարանը ինչ-որ մի հայտարարություններ արեցին, ընդհանրապես սա, բայց ոչ մի կոնկրետ գետնի վրա կառավարությունների իշխանությունների կողմից ոչ մի քայլ մենք չենք նկատել։ Հետևաբար ինչ խնդիր են ուզում լուծեն արտաքին այդ ուժերը։